Վարորդական իրավունքի ձեռքված հազարավոր քաղաքացիների համար նոր փոփոխություններ են ուժի մեջ մտել։ Այսուհետ որոշ դեպքերում վարելու իրավունքը հնարավոր կլինի վերականգնել առանց տեսական եւ գործնական քննությունը հանձնելու, պարզապես սահմանված ճապկետում դիմելով եւ վճարելով պետական տուրքը։ Սա ընդհանրապես մոդելային փոփոխություն է, որը մեր գնահատմամբ ավելի արդյունավետ է դարձնելու այս գործընթացը։ Առանց քննությունների վարորդական իրավունքի վերականգնում 1 տարվա փորձաշրջան եւ 6 տուգանային միավոր։ Սրանք այն հիմնական փոփոխություններն են, որոնք ուժի մեջ են մտել վարորդական իրավունքի ձեռքված անձանց համար։ Ներքին գործերի նախարարությունում ներկայացրել են, թե ովքեր կարող են օգտվել նոր հնարավորությունից, ինչ ժամկետներում պետք է դիմեն եւ ինչ պայմաններ պետք է պահպանեն։ Այսինքն զրկման ժամկետը ավարտվելուց հետո 1 տարվա ընթացքում անձը կարող է դիմել վճարել համապատասխան պետական տուրք, որը սահմանված է 50,000 դրամի չափով, եւ այս պարագայում առանց որակավորման քննությունների նրա վարելու իրավունքը վերականգնվում է, սահմանվում է վերականգնման օրվանից սկսած 1 տարվա փորձաշրջան։ Առանց քննությունների վարորդական իրավունքը կարող են վերականգնել միայն այն քաղաքացիները, որոնց վարորդական իրավունքը տրամադրվել է Հայաստանի Հանրապետության իրավասու մարմնի կողմից, իսկ վարելու իրավունքից զրկվել են ոստիկանության վարչական ակտով։ Սակայն նոր կարգավորումը չի վերաբերում բոլոր դեպքերին եւ օրենքով նախատեսված են նաեւ բացառություններ։ Այն բոլոր դեպքերում, երբ վարելու իրավունքից զրկելը կամ վարելու իրավունքի դադարումը կապ կունենա անգործունակ ճանաչվելու համապատասխանին կողմից թվարկված հիվանդությունների հետ, կապ կունենա դատարանի կողմից զրկումների հետ, կապ կունենա օտարերկրյա պետությունների իրավասու այլ մարմինների կողմից զրկելու հետ, ընթացակարգը որակավորման քննությունների միջոցով այդ վարելու իրավունքը վերականգնելու պահպանվում է։ Վարորդական իրավունքի վերականգնումից հետո վարորդի համար կսահմանվի 1 տարվա փորձաշրջան։ Այդ ընթացքում նա կունենա ոչ թե 13, այլ ընդամենը 6 տուգանային միավոր։ Եթե 1 տարվա ընթացքում այդ միավորները սպառվեն, վարորդը կրկին կզրկվի վարելու իրավունքից 1 տարի ժամկետով։ Ներքին գործերի նախարարության տվյալներով նոր կարգավորման պոտենցիալ շահառուների թիվը շուրջ 18,000 է։ Խոսքը վերաբերում է այն անձանց, որոնք 2020 թվականի հունվարի 1-ից հետո վարչական կարգով զրկվել են վարորդական իրավունքից եւ համապատասխանում են օրենքով սահմանված պայմաններին։ Ինչով է պայմանավորված հենց 2020 թվականի հունվարի 1-ը ընտրելը եւ օրենքի նախագծով ներկայացնել ազգային ժողովի քննարկմանը, դա այն ամսաթիվն է, երբ ներդրվել է տուգանային միավորների համակարգը Հայաստանի Հանրապետությունում եւ մենք ունենք որոշակի նաեւ վիճակագրություն եւ վերլուծություններ այդ օրվանից սկսած անձանց վարկագծի վերաբերյալ եւ նաեւ ունենք անհատականացնող տեղեկատվություն վարորդների զրկումների վերաբերյալ ավելի ստույգ։ Նույն կարգավորումը կգործի նաև այն վարորդների նկատմամբ, որոնք այսուհետ կզրկվեն վարելու իրավունքից եւ զրկման ժամկետի ավարտից հետո կդիմեն այն վերականգնելու համար։ Վարելու իրավունքից զրկված անձինք նախ պետք է հերթագրվեն ներքին գործերի նախարարության հաշվառման քննական ստորաբաժանումում, ընտրելով զրկված վարորդական վկայականի վերականգնում առանց քննությունների ծառայությունը, ապա ներկայանան նշանակված օրը անհրաժեշտ փաստաթղթերով։ Անձը հաստատող փաստաթուղթ եւ պետական տուրքի վճարման անդորագիր, որը 50,000 դրամ է։ Հաշվի համարը, որին պետք է վճարել 50,000 դրամի անդորագիրը 9400 500, այսինքն 500 եւ 3810։ Մենք կհրապարակենք նաեւ արդեն իսկ հրապարակված նաեւ հաշվի համարը հավելյալ եւս կհրապարակենք, ուզում եմ տեղեկացնել նաեւ, որ տուրքի գումարը կարող է վճարվել նաեւ հենց ստորաբաժանումներում արկա վճարման միջոցներով։ Բացի այդ, անհանձինքում վարորդական վկայականների ժամկետները լրացած են արդեն իսկ, այսինքն չեն կարող իրենց հին վարորդական վկայականը հետ ստանալ ստորաբաժանումներից։ Նրանք բացի 50,000 դրամ պետական տուրքից պետք է վճարեն նաև վարորդական վկայական ստանալու համար նախատեսված պետական տուրքը, որը պլաստիկ քարտի տեսքով վկայականի համար 12,000 դրամ է, իսկ թվային վարորդական վկայականի համար 6,000 Ասուլիսի ընթացքում բարձրաբանվեց նաև, թե ինչ է լինելու այն վարորդների դեպքում, որոնք ունեցել են միաժամանակ մի քանի կարգի վարորդական իրավունք, սակայն նախկինում քննություն հանձնելով վերականգնել են դրանցից միայն մեկը։ Նախարարությունում նշում են, նրանք եւս կարող են առանց քննությունների վերականգնել մնացած կարգերն ու ենթակարգերը, սակայն այդ դեպքում բոլոր կարգերի համար կգործի 1 տարվա փորձաշրջանը 6 տուգանային միավորով։ Անոր խնդիրը նա է, որ անկախ վարորդական վկայականի վրա արտացոլված կարգերի եւ ենթակարգերի քանակից պետությունը վարորդին տրամադրում է 13 միավոր ստանդարտ պայմաններում։ Այսինքն սա չի կարող դիտվել առանձին։ Բոլոր կարգերն ու ենթակարգերը պետք է դիտարկվի 13 միավորի, իսկ նոր կարգավորումների պարագայում 6 միավորի պարագայում։ Հետևաբար միանշանակ պարոն Չիլինգարյանի հետ համաձայն եմ, որ
Վարորդի ընտրությամբ դա պետք է լինի, եթե ինքը ցանկանում է այսպես կոչված նոր կարգավորումներով գնալ, ուրեմն բոլոր ենթակատեգորիաներով կամ կատեգորիաներով պետք է գնալ փորձաշրջան։ Նախարարությունում ընդգծում են առանցքնությունների վարորդական իրավունքը վերականգնելու այս հնարավորությունը տրվում է միայն մեկ անգամ։ Եթե հետագայում վարորդը կրկին զրկվի վարելու իրավունքից, այն վերականգնելու համար արդեն պետք է անցնի օրենքով սահմանված սովորական ընթացակարգը, հանձնելով համապատասխան որակավորման քննությունները։ Աստղիկ Խաչատրյան, Խանո Հովհաննիսյան, այսօր։ Կատարված փոփոխություններով ընդունվել ցանկացող դիմորդները կօգտվեն նոր ամբողջությամբ թվայնացված ընդունելության համակարգից։ Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով հաստատվել է մասնագիտական ուսումնական հաստատությունների ընդունելության նոր կարգը, որի հիմնական նպատակը գործընթացի պարզեցումն ու առավել թափանցիկ դարձնելն է։ Նոր կարգով կատարելագործվել է կրթության տարբեր մակարդակների տեղեկատվական բազաների փոխկապակցման համակարգը, ինչի շնորհիվ դիմորդների տվյալներն ու անհրաժեշտ փաստաթղթերը համակարգ կներբեռնվեն ավտոմատ եղանակով։ Միասնական թվային հարթակում հասանելի կլինեն քոլեջների կրթական ծրագրերը, առաջարկվող որակավորումները, ուսուցման ժամկետները, ուսուցման կազմակերպման ձևերը, ընդունելության պայմաններն ու այլ կարևոր տեղեկություններ։ Քոլեջ դիմելու համար դիմորդը պետք է հայտ college.emi.am հարթակում էլեկտրոնային եղանակով լրացնի դիմում հայտը, ներառելով անձնական տվյալները, լուսանկարն ու կրթության վկայականը։ Յուրաքանչյուր դիմորդ կարող է դիմել մեկ ուսումնական հաստատություն, մեկ մասնագիտության համար, միաժամանակ ընտրելով անվճար կամ վճարովի ուսուցման տարբերակը։ Նոր կարգով ներդրվել է նաև միասնական մոտեցում մասնագիտական կրթության ոլորտում, անկախ ուսումնական հաստատության կազմակերպաիրավական ձևից, բոլոր դիմումները ներկայացվելու են նույն տեղեկատվական համակարգի միջոցով։ Սա հնարավորություն կտա դիմորդներին մեկ հարթակում ծանոթանալ տարբեր մասնագիտական ուսումնական հաստատությունների առաջարկներին, համեմատել կրթական ծրագրերն ու կատարել առավել տեղեկացված ընտրություն։ Այս տարվանից նաև պետք է ծնողը իր որպես դիմորդի ծնող հայտագրվի եւ ինքը նույնպես պետք է տեղեկատվական համակարգում իր տվյալները թողնի, նույնականացվի, որպեսզի կարողանա իր երեխան հայտագրվի։ Այսինքն սա վերաբերվում է անչափահաս երեխաներին, այսինքն քան որ քոլեջներում ընդունելությունը նաև բազայից հիմնական կրթությամբ է, այսինքն երեխաները անչափահաս են։ Ընդունելության հայտերի ընդունումը կմեկնարկի հուլիսի 10-ից, ոչ ոլորտային մասնագիտությունների համար դիմումները կընդունվեն մինչև օգոստոսի 10-ը ժամը 18:00, իսկ ոլորտային մասնագիտությունների դեպքում մինչև հուլիսի 24-ը ժամը 18:00։ Ընդունելություն իրականացվելու է առանց քննությունների, բացառություն են կազմում մշակույթի, սպորտի, բժշկության ոլորտների, ինչպես նաև լիազոր մարմնի սահմանած որոշ այլ մասնագիտությունները, որոնց համար կգործեն հատուկ ընդունելության պայմաններ։ Մենք պատրաստ ենք, քոլեջները պատրաստ են համապատասխան խորհրդատվություն տրամադրել։ Մենք արդեն իսկ պոտենցիալ դիմորդների, ծնողներին արդեն հայտարարություններ ենք անում, որ տալու ենք համապատասխան խորհրդատվություն, մարդիկ պետք է իրենց նույնականացման քարտերը ակտիվացնեն, որ ստորագրությունները ակտիվացնեն, որպեսզի կարողանան այդ ձևաչափով տեղեկատվական համակարգում ներբեռնեն իրենց համապատասխան տվյալները։ Ընդունելության մրցույթի արդյունքները կհրապարակի համապատասխան մասնագիտական ուսումնական հաստատությունը, տվյալ մասնագիտության մրցույթի ամփոփումից անմիջապես հետո։ Բայց սա բավական հեշտացնում է ընդունելության գործընթացը եւ չափազանց արդեն անցնում ենք տեղեկատվական համակարգերով ցանկացած տեղեկատվություն, ինֆորմացիան ստույգ, նաեւ հիմնական փաստաթղթեր ներբեռնելու անհրաժեշտություն չի լինում, որովհետև ստանում ենք օրինակ QR կոդերով ստանում ենք համապատասխան ատեստատների, վկայականների տվյալները։ Նոր համակարգի ներդրմամբ կրթության ոլորտի պատասխանատուները նպատակ ունեն բարձրացնել ընդունելության գործընթացի արդյունավետությունը, ապահովել հավասար հնարավորություններ բոլոր դիմորդների համար եւ մասնագիտական կրթությունը դարձնել առավել հասանելի ու ժամանակակից։ Գայանե Հովհաննիսյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են ցորենի արժեշղթայի ուսումնասիրության արդյունքները եւ ցորենի արտադրության խթանման հնարավորությունները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մանրամասներ է ներկայացրել ցորենի արտադրության եւ ներմուծման ծավալների, ինքնաբավության մակարդակի, ցորենի բերքատվության ցուցանիշների վերլուծության վերաբերյալ, անդրադարձել արտադրության հիմնական խնդիրներին, ցորենի որակի եւ պահեստավորման գնահատմանը։ Վերլուծության արդյունքների եւ արձանագրված
բարձրացրած խնդիրների ներկայացումից հետո էկոնոմիկայի նախարարը հանդես է եկել բարձրացված հարցերի լուծման ուղղված առաջարկություններով։ Քննարկման ընթացքում կարևորվել է ցորենի արժեշղթայի կատարելագործման ուղղված գործուն մեխանիզմների ներդրումն ու ոլորտում առկա զարգացումներին եւ նորագույն միտումներին համապատասխան քայլերի ձեռնարկումը։ Ընդգծվել է նաեւ ցորենի ինտենսիվ մշակության ռազմավարության ընդունման անհրաժեշտությունը։ Խոշոր բեռնատարները Հայաստան են բերել Եվրամիության խոշոր նվերը բեռնաթափել հնարավոր է հատուկ ավտոկրունկով միայն։ Բեռներից ամենածանրը մոտ 20 տոննա է կշռում, հեռակառավարվող ականազերծման մեքենա հանրապետության վտանգավոր տարածքներում մարդասիրական ականազերծման աշխատանքներին աջակցելու համար։ Դա կբերի իրական ռիսկերի նվազեցմանը, դժբախտ դեպքերի նվազեցմանը եւ ըստ էության կնպաստի նաեւ տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը։ Աղտոտված տարածք, այսպես են ականազերծողները կոչում այն վայրերը, որտեղ կարող են մնացած լինել ականներ կամ պատերազմի պայթյունավտանգ մնացորդներ։ Այդպիսի հողեր կան Հայաստանի 5 մարզում՝ Տավուշում, Սյունիքում, Վայոց ձորում, Արարատում, Գեղարքունիքում, նախնական պաշտոնական գնահատմամբ շուրջ 43 միլիոն քառակուսի մետր տարածք։ Հիմնականում տարածքները գյուղատնտեսական կամ արոտավայրերի համար նախատեսված տարածքներ են, ինչպես նաեւ շատ ենթակառուցվածքներ գտնվում են աղտոտված տարածքներում։ Տարածքների մաքրման արդյունքում հնարավորություն կլինի եւ վերականգնել եւ ենթակառուցվածքները եւ շահագործել գյուղատնտեսական նպատակով մեր պիտանի հողերը։ 2025-ի դեկտեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրեցին երկկողմ գործընկերության օրակարգի փաստաթուղթը, հայտարարվեց խաղաղության պահպանման ու ավելի դիմացկուն Հայաստանի համար 15 միլիոն եվրո հատկացնելու մասին։ Եվրոպական հանձնաժողովի արտաքին քաղաքականության գործիքների ծառայության հետ բանակցություններից հետո ականազերծման վարժանքներն ու անհրաժեշտ սարքավորումների ձեռքբերումը ներառվեց ֆինանսավորվող նախաձեռնությունների շարքում։ Ականազերծող հեռակառավարվող 2 մեքենայից բացի Հայաստանը շուտով կստանա նաև շտապօգնություն 2 մեքենա անհրաժեշտ հագեցվածությամբ։ Հաշվի առնելով, որ չկա փորձառություն այս լեռնային պայմաններում տեխնիկայի շահագործման եւ նորա, մեր գործընկերներն ԵՄ-ի աջակցությամբ լավագույն միջազգային փորձագիտական խմբերը հիմա մեր գործընկերները հետ աշխատում են միասին, որ կարողանան նախնական ցուցանիշներ ձևավորել, որի հիման վրա մենք կներկայացնենք կառավարություն առաջարկություն ազգային չափորոշիչները վերանայելու եւ արդյունքային ցուցանիշները իրական բարելավելու։ Մատակարարված ականազերծող մեքենաները նախագծված են հատուկ հումանիտար աշխատանքների համար։ Արտադրող խորվաթական ընկերությունն այն փորձարկել է Բալկանյան երկրներում, կիրառվում են Սաուդյան Արաբիայում, Եմենում, Ուկրաինայում։ Ավելի քան 500 սարքավորում ենք մատակարարել 41 երկիր, սրանք նախատեսված են բոլոր տիպի ականների համար։ Կարող են դիմանալ բավականին հզոր պայթյունների, հավատում ենք, որ այս տեխնիկական միջոցները լավագույնս կօգնեն հումանիտար ականազերծման եւ փորձագիտական կենտրոնին չեզոքացնելու տասնամյակների պայթյունավտանգականները։ Հումանիտար ականազերծման աշխատանքները Հայաստանում պաշտոնապես մեկնարկել են դեռևս 2002-ից 2014-ից արդեն ներդրվել են ազգային չափորոշիչներ։ Այս ընթացքում մաքրված տարածքում որևէ միջադեպ չի արձանագրվել։ Հումանիտար ականազերծման պոակում այս տարի նախատեսում են աշխատանքի արդյունքային ցուցանիշի մինչև 300%-անոց աճ։ 2027-ից արդեն գործին կմիանան նաև հեռակառավարվող այս սարքերը։ Մեքենաները կօգտագործվեն նաև Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի սահմանազատման աշխատանքներում։ Ամերիկյան զինված ուժերը հարվածել են Իրանում 80-ից ավելի թիրախի, հանրապետության տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել, հրդեհներ են բռնկվել։ Թիրախավորվել են օդային պաշտպանության եւ ափամերձ հսկողության համակարգեր, հրթիռների, ԱԹՍ-ների արձակման կայանքներ, նավահանգստային օբյեկտներ։ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հայտարարել է, որ սա պատասխանն է միջազգային ջրերում առևտրային նավերի վրա իրանական հարձակումներին։ Իրանը հարվածել է Հորմուզի նեղուցով անցնող 3 նավի, այս ագրեսիան անհիմն էր եւ վտանգավոր, այն հրադադարի խախտում է ասված հրամանատարության հայտարարության մեջ։ Ամերիկյան կողմը նաև չեղյալ է հայտարարել իրանական նավթի վաճառքի համար տրամադրված արտոնագրերը, որոնք նախատեսված էին վերջերս ձեռք բերված Իսլամաբադի հուշագրով։ Տեղեկություններ կան, որ իրանական կողմն էլ թիրախավորել է Քուվեյթում եւ Բահրեյնում ամերիկյան բազաները։ Իսլամական Հանրապետության ԱԳՆ-ն դատապարտել է ամերիկյան կողմի գործողությունները, դրանք որակելով կարգավորման հուշագրի խախտում։ Թեհրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը հայտարարել է, որ Վաշինգտոնի որոշումները եւ սպառնալիքները չեն ազդի Թեհրանի դիրքորոշման վրա։ Նաև Իրանից նախազգուշացնում են, որ անհրաժեշտության դեպքում ջախջախիչ հարված կհասցնեն եւ ոչ մի դեպքում թույլ չեն տա միջամտել Հորմուզի նեղուցի կառավարմանը։ Դոնալդ Թրամփն իր հերթին հայտարարել է, որ իր համար Իսլամական Հանրապետության հետ հրադադար այլևս չկա եւ չի ցանկանում գործ ունենալ Թեհրանի հետ։
Իսրայելի վարչապետը մեկնաբանել է Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում Դոնալդ Թրամփի հայտարարությունը, որ Վաշինգտոնը կարող է վերանայել նախկինում գործող սահմանափակումը եւ F-35 կործանիչներ վաճառել Թուրքիային։ ԱՄՆ նախագահն այս մասին ասել է Ռեջեփ Էրդողանի հետ հանդիպմանը, նշելով, որ հարգում է Թուրքիայի նախագահին եւ ընկերական հարաբերություններ ունի նրա հետ։ Բենյամին Նեթանյահուն մտահոգություն է հայտնել, որ այդ քայլը կխախտի Մերձավոր Արևելքում ուժերի հավասարակշռությունը, քանի որ ըստ Իսրայելի վարչապետի Թուրքիան ագրեսիվ մտադրություններ ունի։ Նա մեղադրել է Անկարային տարածքային պահանջներ ունենալու եւ Օսմանյան կայսրությունը վերականգնելու ցանկության համար։ Նեթանյահուն նշել է, որ իր մտահոգությունների մասին բազմիցս հայտնել է Դոնալդ Թրամփին։ Մենք համաձայն ենք ԱՄՆ նախագահի հետ գրեթե ամեն ինչի շուրջ, բայց կան նաեւ տարաձայնություններ, հավելել է Իսրայելի վարչապետը։ Նա նաեւ կասկած է հայտնել Իրանի հետ վերջնական կարգավորման հետ կապված, նշելով, որ Թեհրանին չի կարելի վստահել։ Ռուսաստանի ՊՆ-ն հայտնել է գիշերը ուկրաինական 415 ԱԹՍ խոցելու մասին, ըստ գերատեսչության թիրախում են եղել Բելգորոդի, Վոլգոգրադի, Վոլոգդայի, Վորոնեժի, Մոսկվայի եւ այլ մարզեր, Կրասնոդարի երկրամասը, Ղրիմը, Թաթարստանի Հանրապետությունը։ Սարատովի մարզի նավթավերամշակման գործարանում հրդեհ է բռնկվել, հաղորդվում է 1 զոհի եւ վիրավորների մասին։ Ռոստովի մարզում ԱԹՍ-ները հարվածել են լցանավերի, Վորոնեժի մարզում թիրախավորվել է օդանավակայանը, Թաթարստանում եւս նավթավերամշակման գործարան է թիրախավորվել։ Ռուսաստանն հարվածել է Կիևին, 1 մարդ զոհվել է, կան վիրավորներ, մայրաքաղաքի տարբեր հատվածներում հրդեհներ են բռնկվել։ Վիրավորներ եւ զոհեր կան Խարկովում եւ Խերսոնում, Զապորոժիեում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումներ են, հայտնի է տուժածների մասին։ Լարված է նաեւ մարտի դաշտում Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին հայտարարել է, որ արդյունավետորեն դիմակայում են ռուսական ագրեսիային եւ հաջողություններ են գրանցում, սակայն պատերազմում շրջադարձային փուլի մասին խոսելը դեռևս շուտ է։ Ռուսաստանը հարմարեցրել է իր տնտեսությունը հակամարտության նոր պայմաններին եւ կարող է շարունակել պատերազմը, հայտարարել է Ռուսաստանի նախագահի խոսնակը։ Հաշվի առնելով ռազմաճակատում ստեղծված իրավիճակը, մենք բավականին լավատես ենք, ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով Մոսկվայի թիվ 1 ռազմավարությունը բավարար ուժ ունենալն է մրցունակ լինելու եւ արևմուտքի նկատմամբ հաղթանակ տանելու համար։ Պեսկովը հավելել է, Ուկրաինայի դեմ ռազմական գործողությունը վերածվել է իրական լայնածավալ պատերազմի հենց արևմուտքի միջամտության պատճառով։ Նա մեղադրել է Եվրոպային, հայտարարելով, որ նրանք հրահրում են Կիևին շարունակել մարտական գործողությունները։ Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ընթացքում դաշինքի գլխավոր քարտուղարը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին կոչ է արել խաղեր չխաղալ ՆԱՏՕ-ի հետ։ Մարկ Ռյուտեն նախազգուշացրել է, կպաշտպանեն իրենց տարածքը։ ՆԱՏՕ-ին հաղթել հնարավոր չէ, մենք պաշտպանական դաշինք ենք, մենք երբեք ոչ ոքի վրա չենք հարձակվի, ասել է գլխավոր քարտուղարը։ Նա հավելել է, որ գագաթնաժողովի արդյունքներով դաշինքը Ռուսաստանը կհայտարարի ՆԱՏՕ-ի համար երկարաժամկետ սպառնալիք եւ կվերահաստատի Ուկրաինային աջակցությունը։ Դիանա Գասպարյան։ Փողոցների հիմնանորոգման աշխատանքները Վանաձորում շարունակվում են։ Շինարարական աշխատանքների շրջանակում կատարվում է ճանապարհածածկի ամբողջական փոխարինում, մայթերի բարեկարգում։ Վանաձոր համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցնում է, որ ջրահեռացման համակարգերի նորոգումը եւս իրենց ծրագրերում է։ Հիմնանորոգումն իրականացվում է սուբվենցիոն ծրագրով։ Այս պայմանությամբ հիմնանորոգվում է ներսյան նրբանցքը 60%, համայնք 40% կառավարություն սուբվենցիոն ծրագրով է հիմնանորոգվում է ուսանողական շինարարների եւ համբարձումյան փողոցները, կրկին 60%, համայնք 40% կառավարություն, ջրահեռացման համակարգերը արդեն տեղադրված են, մայթ եզրերը տեղադրվում էր, այնտեղ միջինչի մնում էր, կվերջացնեն մոտ օրերս։ Ընթացքում տարբերաբար շրջայցները կատարվում են, մինչև նոյեմբեր ամիս պիտի բոլոր փողոցները վերջացնենք։ Եվ արդեն իսկ մրցույթները հայտարարվում է Շիրակացի փողոցի, Բանակի փողոցի, Բաթումի փողոցի, Դարպասի գլխավոր ճանապարհը եւ շատ սպասված մեր տարոն 4-ի գլխավոր ճանապարհը։ Մրցույթները այս շաբաթվա ընթացքում կհայտարարվի, հաղթողը կտեսնենք ով է, կգնան շատ արագ աշխատանքները կսկսենք։ Համայնքային բյուջեով 36 միլիոն դրամ ծրագրային արժեքով հիմնանորոգման աշխատանքներ են իրականացվում Տիգրանյան փողոցում։ Իսահակյան 3-րդ նրբանցքի համար նախատեսված է 63 միլիոն դրամ մրցույթը հայտարարվել է եւ արդեն կա հաղթող կազմակերպություն, որն էլ շուտով կսկսի աշխատանքները, ասում է Արկադի Փելեշյանը։ Ամբողջովին պատրաստ է 12 երկրորդային փողոցի նախագիծ նախահարժի, որը պետք է ուղարկվի համալիր փորձաքննության։ Երկրորդային փողոցներ նախատեսված են հետևյալ փողոցները՝ Աղուսյագործների, Թամանցիների, Սարիթաղ, Աղայան սկզբնամաս, Աճարյան, Խնձորուտ երկրորդ փողոց, Կնունյանց, Հերացի, Սունդուկյան, Տարոն 3-րդի փողոցներ,
Ռաֆու փողոց, Ստեփան Զորյան փողոց, համալիր փորձաքննությամբ արդեն իսկ ուղարկված են սուբվենցիոն ծրագրով կրկին 60% համայնք, 40% կառավարության Բոշյան փողոցը, Մերթ Թուջուր կոչված փողոցը, Չուխաջյան փողոցը, Միասնիկյան փողոցը։ Բոշյան փողոցը կարևորել ենք նրանով, որ կբեռնաթափի քաղաքի երթևեկությունը։ Իսկ Խուդիակով, Հակոբյան, Թևոսյան, Մելքոնյան, Կոմիտաս, Իսրայելորի, Ֆիդայինների երկրորդ, Այվազովսկի, Նալբանդյան, Սայաթնովա, Քիմիագործների երկրորդ, Պարույր Սևակի եւ Տարոն 4-ի ներհամայնքային փողոցների նախագծերը գտնվում են նախագծման կամ փորձաքննության փուլում։ Նախատեսված է նաեւ մի շարք բակերի հիմնանորոգում։ Ուշադրության կենտրոնում են նաեւ համայնքի բնակավայրերը։ Վանաձորին միացած բնակավայրերում եւս մեծ ծավալի աշխատանքներ արվել է եւ նախատեսվում է անել։ Գուգարք բնակավայրում ունենք մի շարք փողոցների հիմնանորոգում, Դարպաց բնակավայրի մի շարք փողոցների հիմնանորոգում, Շամյան բնակավայրի լուսավորության համակարգի արդիականացում։ Ասֆալտապատման աշխատանքներին զուգահեռ Վանաձոր համայնքում ընթանում է մի շարք թաղամասերի կոյուղատար համակարգերի կառուցումը։ Թաղամասեր ունենք, որ 50 տարի, 60 տարի կոյուղագծեր չեն ունեցել, նախատեսված է անպայման այս տարի նաև կառուցել նոր կոյուղագծեր։ Տավրոս 1-ի կոյուղագծերը արդեն իսկ պատրաստ են, 1 կիլոմետր կոյուղագիծ արդեն տեղ աշխատանքները կատարված է եւ նախատեսված է առաջնահերթություն է տրված, որ շատ արագ տեմպով Վանաձորում որ թաղամասում կոյուղագիծ չունենք, շատ արագ տեմպով այդ կոյուղագծերի հարցերը կարգավորվի այս տարվա ընթացքում։ Համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատարը վստահեցնում է, որ շուտով նոր ավտոբուսները ձեռք բերելուց հետո կլուծվի նաև հանրային տրանսպորտի խնդիրը։ 1 միլիարդ 700 միլիոն դրամի մրցույթ համայնքապետարանը հայտարարել է համայնքային բյուջեով գնվում է 45 հատ նոր ավտոբուս, որ մեր համայնքում նման խնդիր էլ չունենանք։ Նախաձեռնությունը մրցույթը հաղթողը արդեն իսկ կա, մինչև տարեվերջ պիտի մեքենաները հասցնեն Վանաձոր եւ նախատեսված է, որ սակագինը ամենակարևորն է, մեկը սակագինը կմնա 100 դրամ։ Ոչ մի թաղամաս Վանաձորում առանց տրանսպորտ չի մնալու, բոլոր թաղամասերում պիտի տրանսպորտ աշխատի։ Վանաձորի որոշ փողոցներում տեղադրվում են նոր արհեստական անհարթություններ, որոնք նախատեսված են տեղադրել հատկապես դպրոցների եւ ուսումնական այլ հաստատությունների հարակից ճանապարհահատվածներին։ Աշխեն Սուքիասյան, Հայկ Վարդանյան։ Վարդենիս համայնքը զբոսաշրջության առումով մեկուսացված է, բայց ահռելի պոտենցիալ ունի, փաստում են ոլորտի փորձառուները։ Նույնիսկ իմացա Վարդենեսում հյուրատուն չկա, շատ ցավալի է։ Պատկերը փոխելու պատրաստակամությամբ հանդես է գալիս Վարդենիսի բժշկահումանիտար քոլեջը։ Առաջին քայլերն անում են խորհրդանշական վայրում, Մաքենյաց վանքի բակում, պանելային քննարկմամբ։ Պատմամշակութային վայրեր, Կիկլոպյան ամրոցներ, այստեղ կարելի է զարգացնել գաստրոտուրիզմը, մեղվապահությունը, ձկնորսությունը տուրիզմի համար բավականին շատ հետաքրքիր մտքեր կան, որոնք այս պահին կարծես թե զրոյական վիճակում են։ Այստեղ մենք կարող ենք տեսնել շատ գեղեցիկ եկեղեցիներ, մենք ունենք տարբեր վայրեր, որոնք կարող են գործել որպես տուրիզմի, չգիտեմ, վայրեր, օրինակ մեր Սվարթանը հենց, Թուխմանուկը։ Համայնքում զբոսաշրջության զարգացմամբ առավել հետաքրքրված եւ շահագրգիռ են երիտասարդները։ Ոլորտով հետաքրքրվողներն արդեն հնարավորություն ունեն զբոսաշրջություն մասնագիտական կրթական ծրագրին մասնակցելու, որն իրականացվում է Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության համապատասխան լիցենզիայով։ Գիտակցում ենք, որ ունենք մեծ խնդիր, քանի որ տարածաշրջանում դեռ շատ բացեր կան եւ պետք է այս գործը հանձն առնենք եւ կարողանանք նաեւ զարգացնել ենթակառուցվածքները, այսինքն մեր աշխատանքով ոչ միայն զարգացնելու ենք туриզմը, այլ նաեւ պետք է զարգացնենք սպասարկման որակը, որպեսզի հյուրերը կարողանան ճիշտ եւ գրագետ սպասարկում ստանալ։ Հիմնականում այս տարածաշրջանում հիմնվեն կոնկրետ հյուրատներ, որ օրինակ գան, ստեղ գիշերակաց ունենան։ Վարդենիսն ունի հարուստ բնություն, հարուստ տեսարժան վայրեր, լավ մշակույթ, լավ ու բարի մարդիկ, որոնք թեկուզ անծանոթ մարդկանց կարող են օգնել։ Դրա համար Վարդենիսում զբոսաշրջությունը ապագա տարիներին միանշանակ կզարգանա։ Զբոսաշրջության զարգացման հեռանկարը երիտասարդների համար նաև համայնքում մնալու, կարիերա սկսելու եւ եկամուտ ունենալու հնարավորություն է։ Անահիտ Կարյան, Սարգիս Ալավերդյան։
Հայաստանի Հանրապետության Պետական եկամուտների կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչություն տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Կոտայքի մարզում Վերին Պտղնի համայնքի Երևան-Սևան մայրուղու 1 եւ Երևան քաղաքի Գյուրջան 10 կոտորակ 2 հասցեներում բենզալցակայան շահագործող ընկերությունն առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռք է բերում վառելիք եւ առանց հսկիչ դրամարկայի մեքենայի կտրոններ տրամադրելու եւ այդ գործարքները հարկային հաշվառման մեջ արտացոլելու պատճառում է սպառողներին։ Կոմիտեի հետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը իրեն վերապահված գործառույթների շրջանակում հարկային իրավախախտումների կանխման ու բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքներում մշակել, ձեռնարկել եւ իրականացրել է համալիր օպերատիվ հետախուզական միջոցառումներ։ Այսպես, նախապես ճշտվել են ընկերության գործունեության հասցեները, վառելիքի բաշխի ճաշտարակների քանակներն ու պայստավորման տարածքների գտնվելու վայրերը, ինչպես նաև գրասենյակային տարածքների հասցեները միաժամանակ իրականացնելով նաև արտաքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումը։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շրջանակում ձեռք բերված տվյալների համալիր վերլուծությունների եւ ուսումնասիրությունների արդյունքներով պարզվել է, որ ընկերությունը 2023-ից 26 թվականներին առանց համապատասխան փաստաթղթերի ձեռք է բերել եւ իրացրել տարբեր տեսակի շուրջ 1.6 միլիարդ դրամի հեղուկ վառելիքներ։ Այդ նպատակով բենզալցակայանի իրական շրջանառության զգալի մասը չի փաստաթղթավորվել, մասնավորապես վաճառված բենզինի արժեքները չեն մուտքագրվել, հսկիչ դրամարկային մեքենաներ եւ չեն տպվել ՀԴՄ կտրոններ։ Այս ամենի հետևանքով հարկային մարմնի ներկայացված հաշվարկներում բացվել են խեղաթյուրված տվյալներ։ Արդյունքում պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի շուրջ 500 միլիոն դրամի վնաս։ Դեպքի արդիվ հաղորդում է ներկայացվել Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների եւ մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Պետհետաքննության եւ օպերատիվ հետախուզության վարչությունը շարունակում է անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել ոչ միայն կատարված հանցագործությունների բացահայտման, այլև դրանք կանխելու ուղղությամբ։ Միաժամանակ հորդորում է տնտեսվարող սուբյեկտներին հայտարարել իրական իրացման շրջանառությունները։ Պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժին։ Ամառվա շոկ օրերին, երբ բնությունը կարծես ապրում է իր ամենաակտիվ շրջանը, ակտիվանում են նաև նրա ամենախորհրդավոր բնակիչները՝ օձերը։ Տաքացող եղանակը, բաց տարածքներում հանգիստն ու գյուղատնտեսական աշխատանքների ակտիվացումը մեծացնում են մարդկանց եւ սողունների հանդիպման հավանականությունը։ Հիմնականում օձերը բնակելի տարածքներ գալիս են ոչ թե բնակվելու, այլ գալիս են որսի համար։ Եթե օձերին մենք չվնասենք, օձերը երբեք ոչ կվնասեն, ոչ էլ կհարձակվեն մարդու վրա։ Օձ տեսնելիս անհրաժեշտ է պահպանել 2-ից 2.5 մետր հեռավորություն, խուճապի չմատնվել եւ անշարժ մնալ։ Իսկ եթե օձը հայտնվել է բնակարանում կամ բակում, պետք չէ ինքնագործունեությամբ զբաղվել։ Պետք չի բռնել օձին։ Պարզապես պետք է զանգել 112 եւ հրկարները կգան, իրեն կտեղափոխեն անվտանգ վայր։ Ինչ անել, եթե օձն արդեն հասցրել է խայթել։ Եթե թունավոր օձ է գծել, պետք չէ լարվել, պետք է հեղուկներ խմել, մոտենալ մոտակա բժշկական կենտրոն։ Օձերի ակտիվացման շրջանում զգոնությունը կենսական անհրաժեշտություն է, սակայն նույնքան կարևոր է հիշել, որ բնության մեջ յուրաքանչյուրն իր դերն ու տեղն ունի։ Պետք է նաև իմանալ, որ օձերը կարևոր նշանակություն ունեն էկոլոգիական հավասարակշռության պահպանման գործում, ուստի զգուշավոր եւ պատասխանատու վարքագիծը հաճախ լավագույն պաշտպանությունն է։